Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ, ներկաներ։ 30 տարի ես ծառայել եմ սահմանին եւ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել հայ զինվոր եւ սպա։ Ոչ թե գրքերից, ոչ թե ճառերից, այլ ոտքից տակ եղած հայկական Արցախի հողից, Մարավի ու Օմարի ձյան ցերտից։ Ես լավ գիտեմ թշնամու ուժեղ եւ թույլ կողմերը։ Եվ այդ գիտակցությամբ ես հասկանում եմ պաշտճաշմատրություն։ Մեզ պետք է հակառակորդին ճանաչող եւ համապատասխանաբար գործող բանակ։ Արցախում իմ ծառայության ամեն օրը ես գիտակցում էի, որ սա միասնական հայրենիքի պաշտպանության առաքելություն է։ Այդ օրից ի վեր ես գիտեմ մի բան հստակ։ Ուժեղ Հայաստանի անվտանգությունը սկսվում է ոչ թե մեդալներից, այլ կամքից։ Հայաստանն ապրում է բարդ ժամանակներում։ Մեր շուրջ կան ուժեր, որոնք ցանկանում են տեսնել մեզ բաժանված, թույլ, խոնարհված։ Արտաքին եւ ներքին սպառնալիքները դեռ չեն նահանջել։ Ով է մեր թիվ 1 թշնամին։ Ոչ թե հարևանը, այլ մեզ պարտադրված թուլությունը, անզորությունը, անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Սամվել Կարապետյանի մշակած ուժեղ խաղաղություն ծրագրով մենք առաջարկում ենք հետևյալ լուծումները։ Առաջին. ներդնել խելացի սահմաններ համալիր համակարգ, մարդկային գործոնների ռիսկը նվազեցնելու եւ սահմանների անխոցելիությունն ապահովելու համար։ Սահմանագծի ողջ երկայնքով արհեստական բանականության հիմնման վրա սենսորային ցանցերի եւ ինքնավար հարվածային միջոցների տեղակայում։ Երկրորդ. ստեղծել ռազմական հետախուզության եւ կանխատեսման համակարգ, սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։ Երրորդ. զինված ուժերում միասնական կառավարման համակարգի ներդրում, որը կառավարում է օդային, ցամաքային եւ տեղեկատվական տիրույթների համապատասխան գործողությունները։ Չորրորդ. Հայաստանի անկախության համար տեղական ռազմարտունաբերական համալիրի ստեղծումը մեզ համար գերական նպատակ է։ Դա մեզ հնարավորություն է տալու նվազեցնել մեր կախվածությունը այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում։ Ու բացի դրանից ավելի խելամիտ օգտագործել պաշտպանական բյուջեն։ 5. Հայաստանի երկինքը լինելու է ամբողջովին պաշտպանված։ Սա մեզ համար գերակա նպատակ է։ Ցավալիորեն պատմությունը ցույց է տվել, երբ անպաշտպան է Հայաստանի երկինքը, անպաշտպան է հայ զինվորով։ Հակաօդային պաշտպանության համակարգերի, որսիչ դրոններ, հակաօդային հրթիռներ, ռեփ համակարգեր, խափանման մեթոդներ կիրառմամբ Հայաստանի երկինքը կլինի պաշտպանված։ 6. Ինձ համար պատվի հարց է, որ մեր հասարակության մեջ վերականգնվի հայ զինվորի, հայ սպայի պատիվը։ Հայ զինվորականը միշտ շրջկրվել է առույցի պես, գիտակցելով, որ թիկունքում հայրենիքն է, իր ընտանիքը։ Նա չի պարտվել, չի խոնարհվել, չի հանձնել, քանի դեռ թիկունքից չեն հարվածել նրան։ Դու ղեկավարի օրոք չենք կարող ունենալ ուժեղ բանակ։ Նա պարզապես ի վիճակի չէ ուժեղ բանակ կառուցելու։ Եղնիկների բանակը առույցի գլխավորությամբ կրվում է առույցի նման, իսկ առույցների բանակը եղնիկի գլխավորությամբ փախչում է եղնիկի նման։ Բանակը դառնալու է մասնագիտական աճի եւ սոցիալական բարձր կարգավիճակի երաշխավոր, հիմնված մարդկային արժանինքների ու տաղանդի արժևորման վրա։ Մենք վերանայելու ենք սպայական կազմի կրթական ստանդարտները, շեշտը դնելով ռազմավարական մտածողության, տեխնոլոգիական գրագիտության եւ առաջնորդության վրա։ Զինվորական ծառայությունը պետք է դառնա երկրի ամենամրցունակ մասնագիտություններից մեկը։ Ուժեղ բանակն է տևական խաղաղության ամենահուսալի հիմքը։ Անվտանգությունը չի կարող կառուցվել հույսի վրա, այն ունի երկու հենք՝ զինված ուժեր եւ դիվանագիտություն։ Մեկը մյուսին փոխլարացնելու դեպքում կունենանք ցանկալի արդյունք։ Ուժեղ բանակը պատերազմ չի սկսում, այն կանխում է պատերազմը։ Ուժեղ խաղաղությունը հնարավոր է միայն ուժեղ բանակի շնորհիվ։
Ես մի ամբողջ կյանք անց եմ կացրել սահմանին։ Եղել են դեպքեր, երբ մեկ ամբողջ ամսվա ընթացքում օրական քնել եմ մի քանի րոպե, բայց այդ քունը ամենաարդարն էր։ Այսօր ես չեմ կարող հանգիստ քնել, որովհետև վտանգված է մայր Հայաստանը։ Ես ձեզ խոստանում եմ, ամեն որոշում, ամեն ռեֆորմ, ամեն քայլ կատարվելու է մի հարցի պատասխանով։ Արդյոք դա ուժեղ կդարձնի Հայաստանը։ Թող Աստված պահի ու պաշտպանի ուժեղ Հայաստանը։ Շնորհակալություն։